Ձեր կարծիքով ինչու 2020 թվականից առաջ խորհրդարանում իրար չէին ծեծում։ Խորհրդարան կա, որ հիմա խորհրդարան չկա։ Ժամանակ ծեծում են իրար։ Չգիտեմ, ժամանակ չունեմ ես։ Չէ իմանում։ Ամաչում են կարող եսին։ Հիմա չեն ամաչում, որ ծեծում են իրար։ Ոչ թե չեն հարկում իրար, եթե որ իրար հարկեն, արդեն գամաչին։ Ես իմ կարծիքը սա է։ Չեմ կարող պատասխանել։ Այ ցավը տանեմ, այդ իրանց հարցերը ինձ։ Պատերազմը պարտվան արդեն պրոբլեմա է դի տեղից։ Դրա համար էլ իրար ծեծում են, հիմի էտա։ Պետք է հաղթես, որ ուրախ լինես, հաղթանակ պետք է թե հոգևոր առումով, թե ամեն ինչ մեջ պետք է հաղթես, եթե չես հաղթում, արդեն կոնֆլիկտը առաջանում է, հասկանում ես, ուզես թե չուզես, այս կարգավորվի, ես վստահ եմ, որ հաղթանակ լինելու է, այն էլ փառահեղ լինելու է, մոտակա կարճ ժամանակի մեջ կարգավորվի, սաղել կընկնի իր տեղը, ուղղակի պետք է հիմա ներկա պահին միասնական լինենք, մնացածը կարգավորվել է, ներկան կարգավորվում է ու կարգավորվելու է, ես վստահ եմ դրանում։ Ձեր կարծիքով ինչու 2020 թվականից առաջ խորհրդարանում իրար չէին ծեծում։ Ճիշտ ասած, որ խոսեմ վատ բան եմ ասելու ավելի լավ ոչինչ բան։ Ինչ իմանալ, չգիտեմ։ Չունեք 96 թվականին, երբ որ այդ Վազգեն Մանուկյանը, մեկ է Վազգեն Սարգսյանը բան այով, դռները փակեցին ու իրար լավ ծեծեցին խորհրդարանում։ 20 թվականից առաջ էլ այլ է։ Իմ կարծիքով թիվը կապ չունի, որ թվականից առաջ։ Կապ ունի այսօրվա իրավիճակը։ Այդ է պատճառը, ինչ ասեմ։ 2020-ից հետո հաճախակի է եղել։ Դե հաճախակի է եղել, սենց ասեմ երևի, ավելի շատ նման է Պարոնյան թատրոնին, քան խորհրդարանին, որովհետև այդ դերասանությունները դիմադիր, էսի, մարդիկ արդեն հասկանում են, էլ ես ինչ է կատարվում, ամեն ինչ անում են, որ այդ նույն ընդդիմադիրները նորից ընտրվեն, ձեռք է տալիս, սենց ասեմ, որովհետև գիտեք ինչ սենց ոնց բացատրեմ, էլի ամեն մարդ իր ձևը ճիշտ գտնում է։ Կարելի է իրար վիրավորական խոսքեր էլ ասել, մեկ-մեկ էլ գոռալ, մեկ-մեկ էլ ձեռով քաշել իրար բան, սենց ամոթ է, սաղ աշխարհը նայում է։ Այս պատերազմ պարտված երկրում էսի չեն անում էս։ Օրենք գրելուց բացի իրանք ոչինչով պիտի չզբաղվեին։ Առավոտից իրիկուն, նախկինները, ներկաները, էս ինչը, ում են ինչ խապում, սաղս շատ լավ հասկանում ենք, բոլորը կռիվ են տալի ընդդիմադիրները, որ նորից մնան ընդդիմադիր, այսօրվա իշխանությունն էլ մնա իշխանություն, այդ կռիվն է, մեր նման մարդկանց դրել են արդեն լրիվ ապուշի տեղ, խապում են, են Զիմզիմովի կինոն երևի տեսել եք, չէ Պեպոն, են որ ասում է դիպունքս խապում ինք ու խապվում ինք, այս օրվա վիճակն է, էտա ինձ համար, ձեր համար, քո հարազատների համար ոչինչ չեն անում, ոչ մի բան, կարևորը փողեր, տուգանքներ, վճարեք, մուծեք, հարկեր տվեք, էս արեք, սաղ լավ կլինի։ Նախորդային ազգային ժողովում իշխանական падգամավորների եւ Հայաստան խմբակցության падգամավորների միջև ծածկրտուկ քաշքշոց տեղի ունեցավ։ 2020 թվականից հետո խորհրդարանում նման դեպքերը հաճախակի են դարձել, համեմատած 2000 թվականից առաջվա դեպքերի։ Օրագիր նյուզի հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով ինչու 2020 թվականից առաջ խորհրդարանում իրար չէին ծեծում։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։